Էֆիաջան համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն Էֆիաջան, ես ներողություն եմ խնդրում։ Պարոն Էֆիաջան, ես պարզապես տեղեկացնեմ մեր պատգամավոր գործընկերներին, որ այս պահին տեղի ունենում Հայաստանի Հանրապետության կառավարությանից եւ այդ է պատճառը, որ մեր կառավարության ոչ բոլոր ներկայացուցիչներն են գտնվում դահլիճում, հարգելի պատճառով, իսկ հիմա համեցեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ։ Բյուջեի այն փաստաթուղթն է, այն կարևորագույն արտացոլանքը պետք է ունենա մեր երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական բոլոր բնագավառների վրա, որի հետ կապված մենք տարբեր նկատառումներ եւ մոտեցումներ ունենք։ Ես ինքս արդեն իսկ երեք հնարավորություն ունեցա հիմնական բանախոս ըստ էության ֆինանսական մասը ներկայացնող պարոն Արամյանին իմ դիտարկումները եւ մտահոգությունները հայտնելու եւ մասնավորապես այսօր էլ մտքերի փոխանակման ֆորմատի ներքո էլ ուզում եմ ներկայացնել, քանի որ բյուջեն միայն ֆինանսական փաստաթուղթ չէ, դա նաեւ քաղաքական փաստաթուղթ է եւ քաղաքական առումով շատ կարեւոր է, թե նախկինում մեր կողմից արձանագրված մի շարք խնդիրներ, խնդրահարույց իրավիճակներ, որոնք որ արմատացած են Հայաստանի Հանրապետությունում, ինչպիսի արտացոլանք են ունենալու 2017 թվականին, ինչպիսի լուծումները ի վերջո բյուջեով հնարավոր ամրագրել։ Մասնավորապես գյուղական համայնքներում, գյուղացիների համար մենք կարողանալու ենք այդքան մեր կողմից բարձրաձայնված խնդիրների լուծում պահանջել։ Պարոն նախագահող, խնդրում եմ աշխատանքային համապատասխան միջավայր ապահովեք։ Պարոն նախագահողը լսում է ձեր հորդորները, հարգելի պատգամավորներ։ Խնդրում եմ լրություն պահպանել դահլիճում եւ հնարավորություն ստեղծել Բարգավաճ Հայաստան խմբակցության հարգելի պատգամավորին հանդես գալ բյուջե 2017-ի իր կարծիքներով։ Համեցեք պարոն Էֆիաջան։ Մասնավորապես խոսելով, շնորհակալություն, գյուղական համայնքից, գյուղացիների հիմնախնդիրներից մենք կարողանում ենք ամրագրել, որ մի շարք գյուղական համայնքներում ի վերջո ռոռոկման համակարգերի խնդիրը կլուծվի։ Հիմա թվերով խոսում եք, որ նման միջոցներ հատկացված են, բայց կոնկրետ հնարավոր չէ, որ բյուջեի քննարկում է այդքան սպասված նախաձեռնություններ են, շատ ավելի հստակ ներկայացվի, նման նախաձեռնություններ կան, չկան եւ որ համայնքներում է հնարավոր նման ծրագրերը իրականացնել։ Գիտության ոլորտում ի վերջո մենք բյուջեի փոփոխություն արձանագրելու ենք, թե չէ։ Գիտելիքահեն տնտեսությունից ենք խոսում, Հայաստանում գիտելիքների կարևորության մասին ենք խոսում, Հայաստանի Հանրապետությունում նման փոփոխություններ 2017 թվականի բյուջեով արտացոլվելու է եւ եթե արտացոլվելու է, բացի այն ֆինանսական միջոցները, որոնք որ դուք ներկայացրեցիք, այլ մոտեցում եւ ձևակերպում եւ քաղաքականություն իրականացվելու է, թե ոչ։ Ի վերջո, ուսուցիչների համար աշխատավարձի փոփոխություն բարձրանալու տեսքով սպասվում է, թե չի սպասվում։ Մշակույթի ոլորտում ինչ փոփոխություններ են նախաձեռնվելու։ Մի շարք ոլորտներ կան, ամբողջական բոլորը, որը որ չեմ ցանկանում ներկայացնել, այդ խնդիրների մասին բազմաթիվ անգամ ենք խոսել։ Ես կարծում եմ տեղին կլինի, որ դուք ոլորտ առ ոլորտ մտքերի փոխանակման ժամանակ ներկայացնեք ոչ միայն ֆինանսական մասը, այլ շատ ավելի հստակ, հասցեական, ինչ փոփոխություններ է հայ մարդուն սպասվում, մեր ժողովրդին սպասվում 2017 թվականի ժամանակահատվածում եւ մեկ մտքի ըստ էության անհամատեղելիություն, որը որ երեք քննարկման ժամանակ ներկայացվեց, որ Հայաստանի Հանրապետությունում աղքատության թիվը կրճատվել է եւ այդ տոկոսը հասել է 30%-ի։ Բնականաբար սա եւս շատ մտահոգիչ տոկոս է, երբ որ Հայաստանի Հանրապետության շուրջ 1/3 բնակչությունը ապրում է աղքատ եւ դրան միտված ես մի քանի պարզապես տենդենս պետք է абսուրդային որակեմ եւ հրապարակեմ, ինչու համար եմ այս ձևով բնութագրում եւ որակում։ Եթե Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղերի քանակը կրճատվել է, եթե զբաղվածության թիվը կրճատվել է, եթե տնտեսական մեր ներքին համախառն հոսքերը կրճատվել են, այդ ոնց է ստացվում, որ աղքատության թիվը նվազում է։ Որտեղից է այս համադրությունը եւ այս համեմատությունը եւ փաստերը վերցրած։
Մենք տարիներ շարունակ կարողացել ենք ֆիքսել մեր երկրում ցավոք սրտի, կրկնում եմ, ցավոք սրտի, արտագաղթի մեծ տեմպեր են կարողացել արձանագրել, գործազրկության մեծ տեմպեր են կարողացել արձանագրել եւ Հայաստանի Հանրապետությունում ներդրում գնալով քչացող քաղաքացիների մարդկանց տենդենց են կարողացել արձանագրել։ Այս եւ մի շարք խնդիրների հետ կապված կուզենայի, որպեսզի դուք ձեր ամփոփիչ խոսքում պարզաբանում մտցնեիք, որպեսզի մեր բոլորի համար ավելի ընկալել լիներ, թե 2017 թվականի Հայաստանի Հանրապետության բյուջեում ի վերջո ինչ խնդիրներ է հնարավոր լինելու լուծել։ Շնորհակալություն։